Հաջորդ հարցը Աննա Զախարյանը։ Պարոն վարչապետ, իմ հարցը թրիփի մասին է։ Հայ-ամերիկյան կազմակերպության բանտետոմսերը 24-76% հարաբերակցությամբ պիտի լինեն։ Պարզաբանվեց, որ պատճառներն ըստ ներդրումների է որոշվել այդ հարաբերակցությունը։ Կարող եք ասել ամերիկյան ընկերության ներդրումը որքան է կազմելու։ Նախ Տիկին Զախարյան, ես ուզում եմ մեր նախորդ բրիֆինգին ձեր հարցին անդրադառնալ, որտեղ դուք խոսել էիք, որ Եվրամիության արտաքին քաղաքականության բարձր ներկայացուցիչը ասել է, որ Հայաստանը 37%-ով է համապատասխանում կամ 37%-ով համապատասխանում է Եվրոպական միության չափանիշներին, խոսքը ամենևին դրա մասին չէր։ Եվրամիությունում կա պրոցեդուրա, երբ որ միջազգային կազմակերպություններում շրջանառության դրված փաստաթղթերին միանում են այլ երկրներ կամ քվեարկում են այլ երկրներ անդամ չհանդիսացող Եվրամիության եւ խոսքը նրա մասին էր, որ Հայաստանը 37 դեպքերի 37%-ում է նախորդող շրջանում միացել Եվրամիության շրջանառության մեջ դրած փաստաթղթերին։ Այսինքն դա երկրի համապատասխանության հետ չափանիշների ուրիշ բանի մասին էր դա, իմ նշածի մասին էր։ Ինչ վերաբերվում է ամերիկյան կողմի ներդրումներին, այս պայդրությամբ ես ինչքան գիտեմ, նախնական $140 միլիոն արդեն հատկացված է ծրագրի նախապատրաստական ընթացքի համար, ինչ վերաբերվում է կոնկրետ ներդրումներին, դրանք կախված կլինեն կոնկրետ նախագծեր պետք է ձևավորվեն, կազմեն, այսինքն դա արդեն նախահաշվային հաշվարկների հետ է կապված, բայց որ ներդրումները մեծ են լինելու, կարծում եմ ակնհայտ է։ Այսօր որևէ մեկը թիվ ձեզ չի կարող ասել, որովհետև ենթադրենք երկաթուղին պետքա կառուցվի, չէ՞։ Ինչ արժի այդ երկաթուղին։ Ինչքան է պետք ներդնել այդ երկաթուղ։ Այսօր ոչ մեկ չի կարող ասել, կարող են լինել փորձագիտական գնահատականներ, բայց դրա համար պետք է տեխնիկատնտեսական հաշվարկ, դրա համար պետք է նախագիծ եւ այլն եւ այդպես շարունակ։ Այսինքն միայն նախագծի հաստատումից եւ հաշվարկից հետո ամեն առանձին նախագծի գինը կպարզվի։ Պարոն Փաշինյան, երեկ Ադրբեջանից գերիներ վերադարձվեցին Հայաստան, առաջին այդ լուրը դուք հայտնեցիք եւ այնուհետեւ Արդարադատության նախարարությունը տեղեկացրեց, որ սիրիացի 2 վարձկաններ վերադարձվել են, արդյոք սա գործարքի արդյունքում է տեղի ունեցել գերիների վերադարձը եւ իրավապաշտպանները նշում են նաեւ, որ եթե այդպես է, վարձկանները տրվել են գերիներ վերադարձվելու դիմաց, ապա սա շատ աննշան անհամաչափ գործարք է, արդյոք դուք կիսում եք այս կարծիքը, շնորհակալ եմ։ Այդ երկու իրադարձությունները իրար հետ կապ չունեն։ Մենք ուզում ենք եւ աշխատում ենք նաեւ Սիրիայի Արաբական Հանրապետության հետ մեր հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ եւ այդ թվում մենք հույս ունենք, որ այդ որոշումը, որը բարեկամական որոշում է Սիրիայի նկատմամբ, այդ թվում Սիրիայի հայ համայնքի շուրջ մթնոլորտը ավելի նպաստավոր կդարձնի։ Հաջորդ հարցը Պարոն Փաշինյան, նախ առհասարակ ես հիմա ներողություն եմ խնդրում մեզ դիտողներից ու հատկապես իմ որդիներից, որոնք կարող են համացանցում այսպես թերթելով պատահաբար հանդիպել այս տեսանյութը։ Ես հիմա հատվածներ կընթերցեմ ձեր հեղինակած մտքերից H19-րդ երկրի հակառակ կողմը։ Չէ, դու տեսար այդ դատախազ քածին, գիրք է գրել, ես քո բերանը բազմակետ, բայց գլխավորը չի գրել, ամենագլխավորը, ինչ նկատի ունես։ Ասեմ, ախպերս, պարզ ասեմ, դու գիտես ինչու նա մեզ տանել չի կարողանում, որովհետև մենք իրան չենք շինել։ Այդ կնիկը հույս ուներ, որ մենք իրան մի լավ կշինենք, հերթով ու բոլորով, եւ ինքը վերջապես մի խոսքով լավ շարունակեմ այս միտքը։ Հետո դուք նկարագրում եք արձանի նկատմամբ ձեր ցանկությունները, ասում եք, որ նա կարծես արձանի այդպես տինքներն եք նկարագրում, բան ու ասում, որ նա կարծես ասում էր վերցրու ինձ։ Դրանից հետո դուք խոսում եք տարբեր աշխարհակաղակական կենտրոնների մասին, միևնույն է, մեջբերում եմ էլի հատվածը։ Միևնույն է, ամերիկացիք գ են, եվրոպացիք էլ, դառնացած ասած Մարկոն։ Ռուսները նույնպես, որպես հետգրություն ավելացրեցի ես։
Դուք որ Ռուսաստան գնում եք, ասում եք Պուտինին ինչ կարծիք ունեք իրենց մասին։ Հաջորդը՝ կողեմ քո Ամերիկան, կողեմ քո Եվրոպան, ընդհանուր առմամբ եւ ըստ երկրների։ Կողեմ քո Ռուսաստանը, քո ջհուդամասոնականությունն էլ, Սորոսն էլ վրեն։ Ով է այն երջանիկը, որ մեզ կարող է ուղղորդել։ Թրամփի այդ հանդիպումներում այս մասին ասում եք, արծարծում եք, թե չեք ասում։ Եվ ինձ համար ամենատարակուսելին, անկեղծ ասած, պատերազմի դրվագում ձեր նկարագրություններ էլի մեջբերում եմ։ Ամենահրեշավոր պատերազմը այն է, երբ նրա աղմուկ աղաղակը խեղդվում է ծափ ծիծաղի, երկու բարի, երաժշտության ու համերգների, պարգևների ու օվացիաների խառնիճաղան ճխորի մեջ։ Այդ ալիքների տակ է, որ խլանում են գերվածների հառաչանքները, զոհերի մայրերի, քույրերի կանանց ողբը, ովքեր իրենք անգամ չեն կռավում, որ իրենց որդիները, եղբայրներն ու ամուսինները զոհվել, գերեվարվել, կործանվել ու ավերվել են պատերազմի դաշտում, չունենալով անգամ պաշտպանվելու հնարավորություն, չիմանալով անգամ, որ իրենց դեմ պատերազմ է մղվում, որ ահա գտնվում են պարտության եւ օրհասի շեմին։ Ես տեսնում եի այդ պատերազմը, այն ծվարել էր հարմարավետ սրճարանների, աղմկոտ ռեստորանների, գիշերային ակումբների, կառուցվող շենքերի, զզվելի առանձնատների, արարողակարգային ժպիտների, մեծ ծծերի, հաստ հետույքների, անամոթ խրախճանքի հետևում։ Ես տեսնում եի այդ պատերազմի զոհերին բոզացած եւ դրանից երջանկացած աղջիկներին, բոզացած եւ դրանից հպարտ տղաների, բոզացած եւ դրանից շոյված մայրերի, բոզացած եւ դրանից արծվածող հայրերի տեսքով։ Զգում էի, որ ինքս էլ սկսում եմ բոզանալ եւ գուցե շուտով նույնքան հպարտ կզգամ ինքս ինձ, որովհետեւ հաղթածի բանակում կլինեմ, կդառնամ խորհրդանիշը այդ պատերազմում բոզության վերջնական եւ անշրջելի հաղթանակի։ Մեջբերման ավարտ։ Դուք նախորոք պլանավորել եք այս ամենը, պարոն Փաշինյան, այս նկարագրությունը, որ հետո մեր զոհվածների մայրերի լացը, անհետ կորածների, գերիների, հարազատների մեղմ ասած ողբը պիտի խլացվի ձեր զարգաց թմբուկների, ձեր կազմակերպած ֆեստիվալների, ձեր այս խրախճանքների, քեֆերի աղմուկի մեջ։ Այս ամենը պլանավորված է ձեր պարգևատրումների, որի մասին նույնպես խոսել եք։ Շնորհակալ եմ հարցի համար։ Ես ուզում եմ ձեզ ասել, որ եթե դուք տեղյակ չեք իհարկե, որ աշխարհում կա այդպիսի երևույթ, որը կոչվում է գրականություն։ Եվ այն ինչը դուք մեջբերում եք, մեջբերումներ են երկրի հակառակ կողմը վեպից, որը ես ինքս հրապարակել եմ իմ նախաձեռնությամբ եւ հրատարակչի գուցե նախաձեռնությամբ 2018 թվականին։ Ես դա չհրապարակված ժամանակ հրապարակել եմ Հայկական ժամանակ օրաթերթում եւ ես ձեզ խորհուրդ եմ տալիս, եթե այդպիսի հետաքրքրություն կա, իմ գրքի քննարկումներ նախկինում եղել են, կարող ենք եւս մեկ քննարկում իրականացնել եւ դուք էլ կարող եք մասնակցել եւ ձեզ հետաքրքրող դիտարկումները անել։ Ես վարչապետի բրիֆինգի ժամանակ չեմ պատրաստվում գեղարվեստական գրականության դրվագներ քննարկել։ Հաջորդ հարցը Պարոն վարչապետ, դուք կառավարության նիստի ընթացքում անդրադառնալով հեղուկ